Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հերթական անգամ հրավերությունների համար։ Պարոն Սուրենյան, երևի թե զրույցը սկսենք այս 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ կատարվող այս իրադարձություններից։ Անդրանիկ Քոչարյանը ասում էր, որ այ տեսեք զեկույցը պատրաստ լինի, հրապարակենք, տեսեք ինչ բացահայտումներ ենք անելու լինելու են կալանավորումներ, ձերբակալություններ այս մասով, ու այսպես ժամկետը ձգձգվեց մի քանի անգամ, հիմա արդեն եկել է պատրաստ ամբողջ զեկույցը, ինչ որ տարաձայնություններ են գնում ու ուղարկեցին բաժին ու անգամ հույժ գաղտնիության աստիճան է ստացել զեկույցը։ Զեկույցը կարող էր ուժ գաղտնիության աստիճան ստանալ, որտեղ վերաբերում է շատ նուրբ ոլորտների, զգայուն ոլորտների, որոնց մի մասը կարող են իրենց մեջ պարունակել ազգային անվտանգության հետ առնչվող տեղեկատվություն։ Սա մեկ։ Երկրորդը, իշխանությունը հավաքական տապալեց այս աշխատանքի ի սկզբանե։ Այսինքն նախ պարիտետային քննիչ հանձնաժողով չստեղծվեց, ինչը պատճառ դարձավ, որ ընդդիմությունը չմասնակցի այդ աշխատանքներին։ Երկրորդ, Անդրանիկ Քոչարյանը, որ հիմա մեղադրում է մյուսներին, պարբերաբար ժամկետներ խախտեց, բնականաբար դա կարող էր եւ կարող է խնդիրներ առաջացնել կանոնակարգ օրենքի հետ։ Ես իրավաբան չեմ, բայց քննիչ հանձնաժողովը այնպես չի, որ կարող է ձգված աշխատել ինչքան ուզում է, երբ ուզում է ներկայացնի զեկույցը, երբ ուզում է չներկայացնի։ Երրորդը, ինչքան ես մամուլից եմ տեղեկացված, իդեպ այդ ինֆորմացիան հաստատել էր նաև Գեղամ Մանուկյանը, ով ծանոթացել է զեկույցին, ոչ բոլոր անդամներն են զեկույցի ստորագրել, անգամ իշխանական Սա արդեն իրանց էլ թույլ չտվել ծանոթանալ այդ զեկույցին։ Սա արդեն զեկույցը այնքան էլ զեկույց չի դարձնում։ Եվ չորրորդը արդեն Անդրանիկ Քոչարյանի իրավասությունից դուրս այդքան իրենց համար ջերմոցային պայմաններում երկնեցին այդ զեկույցը, այդքան պրոպագանդա տարան, որ իշխանությունը պատասխանատվություն չի կրում, որ նախկիններն են մեղավոր, չգիտեմ, Ռուսաստանն է մեղավոր, դասալիկները, այս այն, բայց ի վերջո ըստ երևույթին այդ զեկույցում չկան այնպիսի փաստեր, որոնք մեղքի սլակ այլոցողությամբ կարող են ուղղել եւ երևի թե չի հաջողվել զեկույցը ձերբազատել այնպիսի բացահայտումներից, որոնք ուղղակի պատասխանատու են դարձնում գործող իշխանությանը։ Իսկ թվում է իրավական գզվրտոցի շուրջ պետք է փնտրել այդ զեկույցը չի ստացվել այնպիսին, որը ամբողջովին քիմքին հաճո լինի Նիկոլ Փաշինյանի։ Այսքան ընդդիմադիրների մասով այդպես բացահայտումներ չեն եղել ըստ ձեզ։ Ինչ պիտի լիներ ընդդիմադիրների մասով։ Դե ասում են ընդդիմություններ։ Չէ, նախկինների մասով էին ասում, ոչ թե ընդդիմության։ Ասում են դասալիկներ են եղել անգամ ընդդիմության ներսում։ Ամեն ինչը կարող է պատահած լինել։ Ի վերջո ով է գլխավոր պատասխանատուն։ Ով որ այդ պահին գտնվում է իշխանության ղեկին։ Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, հաջորդ օրը պատերազմ է սկսվել։ Նրա իշխանության գալուց անցել է 2.5 տարի, նոր այդ պատերազմը սկսվել է, գումարած դրան այս ընթացքում, երբ որ քննիչ հանձնաժողովը կիսատ պռատ աշխատում էր, պարզվեց նաև, որ 2 անգամ կարգավորման փաթեթ է դրվել Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Այսինքն դիվանագիտական ձախողումները անցյալի վրա գցելու ալիբին էլ թուլացավ Նիկոլ Փաշինյանի բայց այնպես էլ չի, որ այդ 44 օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուից ու մեղավորից Նիկոլ Փաշինյանից բացի այլ պատասխանատուներ ու մեղավորներ չկան։ Դա էլ այդպես չի իհարկե։ Պարոն Սուրենյան, օրինակ հետաքրքիր է, բայց շատ փորձագիտական, այսպես քաղաքական վերլուծաբաններ այսպիսի կարծիք են հայտնում, որ սա նաև պայմանավորված է ոչ միայն Անդրանիկ Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանի տարաձայնություններով, այսինքն կռվախնձոր է ներսում, այլ նաև արտաքին քաղաքական, այսինքն այսպես ուզում են փակել նաև Ադրբեջանին չզայրացնելու պատճառով։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Ընդհանրապես պատերազմի մասին որևէ խոսակցություն, որը կարող է բնականաբար
իցույց դնել նաև Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը, այս իշխանությունը միանգամից քողարկում է։ Դա էլ գործոն է։ Բացի ներսի գործոններից, այո, դուք եթե նկատել եք, չնկատելու տալիս է, իշխանությունը չնկատելու է տալիս 44 օրյա պատերազմի փաստը։ Հիմա այս պրոպագանդային եթե հետևեք, տպավորություն է, որ ոչ իման տեղի չի ունեցել, Նիկոլ Փաշինյանը հանկարծ եկել է ու խաղաղություն է հաստատում, այնպես որ ձեր ասած գործոնը շատ մեծ դերակատարություն ունի։ Բալավ, այդպես պետք է փակեն գնա, ուղարկեցին արխիվ, այսինքն առանձին պատգամավորներ կարող են ճանաչել։ Գիտեք, այդպես չի լինում։ Ոչ մի շրջադարձային իրադարձություն, ոչ մի պատասխանատվություն հնարավոր չի պահել փականների տակ։ Այդ այսօր կարող են, որտեվ իշխանությանն կամայականությամբ ինչ-որ բաներ քողարկել, կամ ինչ-որ բաներ բացահայտել իրենց քաղաքական շահերից ելնելով։ Վաղը ստատուս քվո է փոխվելու ներքաղաքական, գալու է նոր իշխանություն, եւ այդ նոր իշխանությունը անպայման նախաձեռնելու է քննություն։ Այսինքն որևէ այնպիսի շրջադարձային իրադարձություն է տեղի ունեցել, որ դա պարտակել ուղղակի հնարավոր չէ։ Պարսոնյան, բայց ինչ երաշխիք, ինչ վստահություն կա, որ մյուս իշխանությունը գա, այդպես մեծ ցանկություն է ունենալու ամբողջությամբ։ Ոչ մի երաշխիք չկա։ Շատ կարևոր է, որպիսի իշխանություն գա, որը հնարավորինս քիչ դերակատարություն է ունեցել անցած 30 տարիներին, հա։ Այդ պարագայում շատ մեծ հավանականություն է, որ անաչառ բացահայտում կլինի։ Այսինքն տեսեք, եթե դուք բացահայտումը դիտարկում եք ներկա նախկին տրամաբանության մեջ, ներկաները բնականաբար գլխավոր մեղավորներն ու պատասխանատուներն են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրանք իրական բացահայտման չեն գնա, նախկինները ավելի պակաս պատասխանատվություն ունեն, ավելի շատ բան կբացահայտեն, բայց էլի թերի կլներ, որտեղ այնուամենայնիվ կարգավորման գործընթացը մի քանի տասնամյակ է տևել։ Եթե գա իշխանություն, որ այս ներկա նախկին բանաձևից դուրս է, այդ իշխանությունը ըստ ամենայնիվ գնալի արժեք բացահայտման։ Այսինքն միակ տարբերակը իշխանապահությունից հետո է հանգամանքը։ Դե, բնականաբար, որովհետև այս մարդը արդեն այսինքն հիմա չէ, 5 տարի շարունակ ինքը երկու բանով է զբաղված Նիկոլ Փաշինյանը՝ սեփական իշխանության պահպանում եւ պատերազմի պարտության պատասխանատվությունից խուսափում։ Իր գլխավոր երկու առաջնահերթությունները դրանք են։ Այն մնացած բոլոր մինի նպատակները կամ խնդիրները առանցյալ են այս երկու խնդրից։ Պարսոնյան, լավ, ընդհանրենք հարայնացվեց, հա, իշխանական պատգամավորները այսպիսի հայտարարություն էին անում, որ ամեն դեպքում պետք է ինչ-որ մի ֆորմատ ընտրվի ու հանրությանը այս ամենը ներկայացվի, այդպես են ասում։ Լավ, ընդհանրենք ներկայացվեց, բայց հանրության համար որքանով այս զեկույցը կարող է վստահելի լինել։ Այս զեկույցը կոնկրետ վստահելի լինել չի կարող, որտեղ այն ձևավորվել է մեծամասամբ վստահ եմ Նիկոլ Փաշինյանի այն հայտի դասախոսության շուրջ, որ գնացել էր քննիչ հանձնաժողով, նստել էր ժամերով ինչ-որ դա նույնիսկ ես ուղղորդում կհամարեի, ոչ թե բացահայտում։ Բայց նույնիսկ ամենավատ բացահայտումը որոշակի հետևությունների տեղիք է։ Ընդհանրապես 44 օրյա պատերազմի հանգամանքները համալիր ուսումնասիրության նպատակ ունեն, բայց ես մի պահանջ էլ դրան զուգակցեի, ժամանակն է, որպեսզի հրապարակվեն նաև կարգավորման բոլոր փաթեթներն ու դրանց հայկական դիվանագիտության անդրադարձները։ Այո, այս բոլորը կոմպլեքսով նորից քննության առարկա դառնա, այդ անաչառ քննությունը շատ կարևոր է, որովհետև դա առնվազն 3 հարթության վրա հետևություններ անելու տեղիք են տալիս։ Եթե ուշադիր լինեք, Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է դիմում նախկին նախագահներին, վերջերս էլ ասում էր տարբերակներ եք առաջարկում, որ Ղարաբաղյան հարցը կարող են այս կերպ լուծել, բայց ժամանակ լուծեք, ու ասում է հրապարակեք այդ տարբերակները, բանակցային թղթերը տեսնենք։ Այսինքն ինչի պիտի հրապարակեն նախկին նախագահները, որ հետո էլ պետական գաղտնիք ինֆորմացիա հրապարակելու համար գրգործարարություն նրանց դեմ։ Այդ բոլորը գտնվում են պետության պահպանության ներքո, այդ բոլոր փաստաթղթերը, սա օդուքյան չի, պետություն է։
որտեղ բոլոր փաստաթղթերը ինքը կեղծում է, որ մեկը սառնարանից են գտնում, մեկը չգիտեմ, կոնդիցիաներից են անում, բացարձակապես կեղծում է։ Ես ինքս 90%-ով այդ փաստաթղթերին տիրապետում եմ։ Եվ 90%-ով կարող եմ պնդել, որ նախկին նախագահների եւ նրանց թիմակիցների արգումենտները ճիշտ են։ Այդ իշխանությունը ապացուցելու բան ունի։ Թող հրապարակի փաստաթղթերը մենք էլ ազգովի որոշենք։ Իրենք ասում են մենք էլ ենք հրապարակի, ասում են կառավարության էջում կա։ Կառավարության էջում Լեռնային Ղարաբաղի էջը ընդհանրապես բացակայում է։ Չէ, առհասարակ բանակցությունների վերաբերյալ։ Դա այդպես չի։ Տեսեք, առանձին փաստաթղթեր հրապարակվել են։ Պահանջը շատ հստակ է։ Հրապարակեք պաշտոնապես բոլոր փաստաթղթերը եւ դրանց հայկական դիվանագիտության արձագանքները։ Այդ 8-9 պլանը կհրապարակվի նաև հայկական դիվանագիտության արձագանքները, հատկապես 2019-ը, որտեղ դրա մերժումն է հանգեցրել պատերազմի։ Մեր հասարակությունը կամ փորձագիտական շրջանակները հստակ գնահատական կտան, ինչը եւ ով կամ ովքեր հանգեցրեցին, բերեցին պատերազմի։ Սա շատ սկզբունքային կարևոր բան է։ Առանց սրա 44 օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը շատ թերի է լինելու։ Որտեղ ի վերջո շոր գործընթացա չէ գնացել, որի ընդհատումը կամ որին կողմերի adekvat կամ ոչ այնքան adekvat արձագանքը բերել է նրան, որ խաղաղության գործընթացը փոխակերպվել է լայնածավալ պատերազմով։ Պահանջ շատ բնական պահանջ է։ Պարոն Սուրենյան, վերջերս Արադ Միրզոյանը, այսպես կարանք, չգիտեմ, դա համարենք փակագծեր բացել մի փոքր, ինքը իր հայտարարությունում ասաց հարցազրույցներից մեկում միջազգային լրատվականին, ասաց, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում եւ հայկական կողմը դեմ է դրանց, այսինքն համաձայնության չեն գալի։ Դրանցից մեկը գոնե հանրային է, բոլորս գիտենք սահմանադրության պահանջը, բայց կարծես էլի կամ պայմաններ, եթե Գիտեք, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դա հերքում էր։ Իդեպ էլի հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արադ Միրզոյանի հայտարարությունում կոնտրաստ կա։ Ով է ավելի անկեղծ։ Այս դեպքում Արադ Միրզոյանը ասեմ ինչի, դա նրանից չի, որ Արադ Միրզոյանը որպես անհատ ավելի արժանահավատ է։ Նրանից է, որ նրա հայտարարությունը համընկնում է այն պնդումների հետ, որ մենք լսում ենք Բաքվից։ Այսինքն Բաքվից անթակույց այդպիսի շաբաթ չկա, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա Բաքվից չպնդի, որ սահմանադրության փոփոխությունը իմպերատիվ պահանջ է։ Դա հանրային պահանջ է, բայց կարծես էլի բնականաբար Արադ Միրզոյանի պնդումն ավելի արժանահավատ, էլի կա, գիտեք, մի շատ վտանգավոր բան է տեղի ունեցել։ Թրիփը փոխկապակցվել է ուղղակիորեն խաղաղության պայմանագրի հետ եւ անպայման այդ պահանջներ կլինի, այսինքն այն իմաստով, որ Ադրբեջանը միջև իրեն բավարարող շահագործման պարամետրեր չֆիքսի թրիփի համար, այդ Սյունիքով անցնող ճանապարհի խաղաղության պայմանագիր չի ստորագրի։ Սա երկու կարող եք համարել սա էլ է պահանջ, ուղղակի սա մի քիչ այլ փաթեթավորումներով է ներկայացվում եւ երրորդը դուք լսել եք, որ Ադրբեջանը այդ փաստականների վերադարձի խնդրից հրաժարվի, չի հրաժարվել։ Ուղղակի անընդհատ շարունակական պնդումներ է, որ դա ոչ թե տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, այլ հումանիտար խնդիր։ Că մարդիկ իրանց իբրև թե տուն տեղը պիտի վերադառնան։ Գիտեք, Ադրբեջանը մի քանի տասնյակ պահանջներ ունի, ոչ միտեղ չի անհետացել նաև անկլավների թեման։ Անկլավների թեման։ Բայց վերջի շրջանում եթե հետևենք, ամեն դեպքում այդ թեման մարել է կամ քիչ է ուշադրություն։ Հարգելի Կրիստինա, ուսումնասիրեք 2020 թվականի նոյեմբերի 5-ից մինչև այսօր ժամանակաշրջանը եւ կտեսնեք մի բան։ Ադրբեջանական ոչ մի պահանջ չի անհետանում։ Ուղղակի իրենք իրենց քաղաքական առաջնահերթություններից ելնելով այս պահին էսպի պահանջն են բերում առաջի պլան, հետո դա նահանջում է այդ պահանջը, ուրիշ պահանջ է գալի։ Ուրեմն տեսեք, սահմանադրության փոփոխության թեման առաջի անգամ սրված արտահայտվեց 2024 թվականի փետրվարին։
եւ կհիշեք, հենց այդ ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնաց հանրային ռադիո, ցլերի մասին պատմություն պատմեց, հա։ Հետո թվաց թե այդ թեման երկրորդական է դառնում, որտեղ դա ասպարեզից դուրս եկավ, մեր հասարակությունը շատ ուժեղ հակազդեց այդ պահին, դա ասպարեզից դուրս եկավ, բայց դա ոչ թե մոռացվել էր, այլ Ադրբեջանը առաջի պլան բերեց դեպ բանը Տաուշի մարզի այդ դելիմիտացիայի դեմարկացիայի կամ միակողմանի զիջումների թեման, դա ավարտեց, հետո էլի Այսինքն այս քաղաքական առաջնահերթություն։ Հա, իրանք նայում են այդ պահին ի տարբերություն Հայաստանի իշխանության, իրանք շատ ինստիտուցիոնալ մոտեցում ունեն։ Դա ուզում հարցնել, այդ դեպքում մեր առաջնահերթությունները, որոնք են հայկական։ Դու չունես առաջնահերթություն, այսինքն դու նկատի չունեմ ձեզ, մենք չունենք առաջնահերթություն, որովհետև տեսեք, Նիկոլ Փաշինյանը մի քանի կարմիր գծեր էր, չէ՞, հռչակել։ Այդ կարմիր գծերից որևէ մեկը այլևս պահպանված չի։ Մենք առաջնահերթություն չունենք, Ադրբեջանը ինչ-որ պահանջներ է դնում, հետո այդ ճնշումների մի հատ X պահի Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ձևակերպումները մի քիչ փոխած, որոշ դեպքերում որպես հայկական կողմի առաջարկ դա ներկայացնում են կամ հրամցնում են հասարակությանը։ Հայաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում նախաձեռնողականությունը լրիվ կորցրել է։ Եվ շատ արագ ադապտացվում է բոլոր այն պահանջներին, որ հնչում են Բաքվից։ Պարոն Սուրենյան, խոսենք նաև իրավական, հա, այսպես պրոցեսներից Միքայել Սրբազանի հետ կապված 2 տարի ազատազրկման ենթարկվեց, հայտարարության համար հնչեցված գնահատական, որքանով սա դիտում եք քաղաքական թե իրավական տիրույթ։ Սա էս բազմաթիվ իրավունք ընդհանրապես գոյություն չունի այս պատմության մեջ։ Եթե իրավունք գոյություն ուներ, Միքայել Սրբազյանը 1 ժամով անգամ ազատազրկված չէր լինի։ Ես շատ հեռավոր Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած բռնապետական Հայաստանում այս նույն հոդվածով ազատազրկվել եմ։ 2004 թվականին։ Իմ ազատազրկումը տևել է 2 ամիս, որից հետո խափամամիջոցս փոխել են, ես մի քանի ամիս էլ քննության մեջ եմ մնացել, որից հետո գործը կարճել են, կարճել իրավիճակի փոփոխության հիմքով, եթե չեմ սխալվում։ Այդ խիստ բռնապետական Հայաստանում, այսինքն, ես ընդամենը 2 ամիս եմ ազատազրկված եղել, այս հոդվածով։ Հիմա գանք Միքայել Սրբազան, իմ պարագայում էլ իրավունքը չի գործել, որովհետև խոսքի համար մարդուն ազատազրկել չի կարելի առհասարակ։ Եթե խոսքը ուղեկցված չի գործողություններով, հակասահմանադրական ինչ-որ քայլերով, հա, որտեղ կստացվի այլախոհությունը պետականորեն հետապնդվում է։ Իդեպ Միքայել Սրբազանի պարագայում սա առաջի դատավճիռն է իմ հիշողության մեջ Հայաստանում, որտեղ այլախոհությունը պետականորեն, պետական մասշտաբով հետապնդվում է կամ նույնացվում է քրեական հանցագործության հետ, նույնն ըստեյության։ Ըստ մաքուր քաղաքական խնդիր է, որում դա ասեցի, այլակարծության հետապնդում հակաեկեղեցական արշավի մի բաղադրիչ, եւ երրորդ բան էլ կա, որը պիտի անպայման բարձրաձայնենք մենք, հակառակ պարագայում արժե զրկվելու են այն ընտրությունները, որոնց բոլորս պատրաստվում ենք 8 ամիս անց։ Տեսեք, եթե երկրում կան քաղաքականավորներ, իսկ Հայաստանում դրանք 2 տասնյակը գերազանցում են։ Այդ պարագայում կասկածի տակ է դրվում մրցակցային օրինական ընտրություններ անցկացնելու իշխանության պնդումը։ Սա էլ է այդ ընտրական պրոցեսների միանշանակ, հասարակության աչքը վախեցնում են, ահաբեկում են։ Ուրեմն եթե կարծիք արտահայտելու համար մարդը կարող է հայտնվել ճաղերի հետևում, այս սովորական մեր համակիրները կամ սովորական քաղաքացիները, որոնք ընդդիմադիր դիրքորոշում ունեն, լեգիտիմ հիմքեր ունեն մտածելով, որ գրասենյակ գալու համար էլ կարող է ենթարկվեն կամ գրասենյակներ գալու համար էլ կարող են ենթարկվել քրեական հետապնդման։ Բա ի՞նչ տարբերություն։ Դա էլ այսօր քաղաքացիական կեցվածք չէ, ինչ-որ գրասենյակ գնալ։ Իսկ դա ընտրություններից առաջ հասարակությանը ահաբեկելու եւ հասարակությանը ապատիկ
տրամադրությունների գերին դարձնելու միտում ունի եւ իշխանությունը միտումնավոր է անում։ Բայց 2 տարի առաջ էր արել Միքայել Սրբազանի հետ հայտարարությունը։ Բայց ինչի ժամանակ չէին հետապնդում։ Դե հիմա կարծես փորձում են սա դիտարկել Բագրատ Սրբազանի գործը, այսպես ոչ մի ուղղակի կապ եւ անուղղակի կապ չգտնվեց։ Ինչպես տեսակ դատավճռում Միքայել Սրբազանի որևէ հիշատակում չկար Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի Սրբազան շարժման առնչությունների մասին։ Եթե նման մի փոքր բան գտնեին նույնիսկ կասկած չունենակ, որ Միքայել Սրբազանի մեղադրանքը կխստացվեր, որ նոր գործ կհարուցվեր եւ այլն եւ այլն։ Իրանց մեծագույն երազանքներ մեկ փաթեթի մեջ տեղավորել Սամվել Կարապետյանի գործը, 2 սրբազաններին առնչվող գործերը։ Ինչպես տեսակ, նույնիսկ մարդու հուշատետրը բոլոր օրենքների տրամաբանության եւ բարոյականության ոտնահարումով վերցրեցին Միքայել Սրբազանի, բայց որևէ առարկայական բան, որը այդ իրանց երազած կամ պատկերացրած կապը կհայտնաբերեին չկար։ Լավ, պարոն Սուրենյան, ասում ենք, որ կարմիր գծերը արդեն հատել են բարոյական նորմերը, բայց այս գործընթացները ուր են տանելու ու որն է սրա հակազդեցությունը։ Գիտեք, Հայաստանում լուծումները բացառապես քաղաքական դաշտում են։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հիմա իրավական ռեցեպտ կարող եմ առաջարկել, ու այս խնդիրները լուծվեն, այդ մեկը չարաչար սխալվում է։ Որտեղ են փաստաբանները, որոնք այս պահին ընթացող 3 աղմկահարույց քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում ներգրաված են, իրենք շատ պրոֆեսիոնալ են եւ իրավական դեղատոմսերի առումով իմ կամ որևէ մեկի հուշավորության կարիքը չունեն։ Այսինքն, եթե իրավական գետնի վրա քննվեին այս գործերը, մենք հիմա ազատազրկված որևէ մարդ չենք ունենա քաղաքական մոտիվներով։ Հետևաբար խնդիրը այստեղ իրավական հարթության վրա չի։ Քաղաքական լուծումներ են պետք, որոնց բանալի թաքնված է ապագա ընտրությունների մեջ։ Բայց կրկնում եմ, իջև այդ ապագա ընտրությունները, որոնք շատ կարևոր են երկրի համար։ Երբեք որևէ գործընթացով ընտրությունների կարևորությունը չի կարելի ու չպետք է ստվերվի։ Բայց որպեսզի այդ ընտրությունները արժանահավատություն ունենան լեգիտիմության եւ մրցակցության առումով, մենք պիտի բոլորս հիմա անկախ մեր ունեցած մեծ ու մանր տարաձայնությունների քաղաքականավորների ազատ արձակման հարցը լուծենք։ Եթե այդ հարցը չի լուծվում, ընտրությունները տեղի են ունենալու հասարակության պասիվության պայմաններում։ Դա ծնում է անհավասարություն, այո։ Դա ծնելու է անհավասարություն, որովհետև ցանկացած մեկը, որը ոչ իշխանահաճո արտահայտություններ անի, ճաղերը աչքի առաջ են գալու։ Ցանկացած մեկը, որը ակտիվ գտնվեց ընդդիմադիր որևէ բլոկի կուսակցության նախաձեռնության գրասենյակում կամ նախընտրական շտաբում առնվազն աշխատանք կորցնելու վտանգ է ունենալու։ Դրա համար հիմա ընդդիմությունը շատ ճիշտ է անում, որ պատրաստվում է ընտրություններին, բայց ընտրությունների նախապատրաստության շրջանակներում առաջին հերթին հետամուտ պիտի լինի կալանավորների խնդրի լուծմանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար։